Խաղաղ ու սովորական առօրյայով ապրող Մելիք գյուղն այս օրերին ցնցված է։ Համագյուղացիները չեն կարողանում ուշքի գալ կատարված դաժան հանցագործությունից։ 20-ամյա Էդիկը 17 անգամ գռտնակով հարվածել է 56-ամյա մորը Ռուզանին հասցնելով մահվան, ապա ամիսներ շարունակ խաբել ողջ գյուղին։ Ամբողջ գյուղով շոկի մեջ են, գռտնակի 17 հարվածով է որդին սպանել մորը։ Ռուզանի 20-ամյա տղան Էդիկը իրավապահներին պատմել է, որ այնքան է խփել մորը, մինչև մորբերանից արուն է եկել։ Նախ մարդ սպանելն է դժվար բան, իսկ մորը սպանելը հազարապատիկ հանցագործություն է, պատմել են գյուղացիները 5 TV-ի հետ զրույցում։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեռևս մարտի 3-ին։ Գյուղում խոսում են, որ կենցաղային վեճը բռնկվել է ծխելու պատճառով։ Մայրը նկատելով, որ որդին ծխել է, բարկացել է եւ կրակխառնիչի ոչով հարվածել նրան։ Ի պատասխան 20-ամյա տղան ձեռքն ընկած գռտնակով դաժանաբար հարվածել է մորը։ Մայն ասել է, դու ոնց որ ծխել ես այսօր, ծխախոտի հոտ եմ առնում, ինչ որ կարող է ականջն է քաշել որպես ծնող։ Ինքն ասում է, ընձի խփեց, ես էլ գռտնակով խփեցի։ Գռտնակը գիտեք չէ, որով հաց են թխում։ Ասում է, ես էլ գռտնակով սպանել եմ իրեն, պատմում է գյուղացին։ Սպանությունից հետո Էդիկը մոր մարմինը թաքցրել է կիսաքանդ շենքի անկյունում, սկզբում դինծածկել է ձյունով, իսկ ծնհալից հետո շուրջ 5 ամիս քանի օրը մեկ բահով հող է լցրել մարմնի վրա, քանի որ անձրևները Լվանում տանում էին այն։ Փոսել չի փորել, հողով է ծածկել։ Անձրևների ընթացքում հողը տարել է, ինքը նորից ծածկել է, այսինքն այդ մարդը բնականաբար պակաս է ուղեղից։ Ամիսներ շարունակ գյուղում Ռուզանին չտեսնելով բնակիչները հարցեր են տվել որդուն։ Էդիկը ստել է, թե իբր պապիկն է մահացել եւ մայրը գնացել է Վանաձոր հուղարկավորությանը մասնակցելու, ապա մնացել է այնտեղ աշխատելու։ Ասել է, որ մաման գնացել է Կիրովական, իրա պապին էր մահացել։ Ու չկա։ Շատ ենք խղճացել, որ առանց մոր մնաց։ 2 հատ կուրտկա պլաշ ենք տվել, ստիպում էինք, որ հագներ։ Գուրգուրում էինք իրան չիմանալով, որ ինքը մարդասպան չէ, այլ մայրասպան է, պատմում է ցնցված համագյուղացին։ Երբ գյուղացիները հորդորել են դիմել ոստիկանություն, տղան պատճառաբանել է, թե մայրն իբր զանգում է, ասում անասունները ծախիր կամ մնում եմ այստեղ, որ փող աշխատը։ Դեպքը բացահայտվել է հուլիսի 22-ին, երբ Ռուսաստանից հարսանիքի նպատակով Երևանը ժամանել Ռուզանի հորեղբոր տղան, տեղեկանալով նրա առեղծվածային անհետացման մասին, նա անմիջապես դիմել է իրավապահներին։ Ոստիկանների հետ զրույցում Էդիկը խոստովանել է արարքը, սակայն պնդել է, որ հանցակից է ունեցել 25-ամյա եղբորը Էրիկին։ Իրավապահները ձերբակալել են 2 եղբայրներին էլ, այնուհանդերձ համագյուղացիները չեն հավատում ավագ եղբոր մեղավորությանը։ Երկրորդ աղբոր մասին 90-ից 100% վստահ ենք, որ սուտ է։ Էդիկն են մակարդակի մարդ է, որ կարող է ուրիշի անուն տա։ Էրիկը Երևանում է աշխատում, 2 տարուց ավել է գյուղ չի եկել, անգամ հոր թաղմանը չի մասնակցել։ Գյուղում Ռուզանին հիշում են որպես խելոք, աշխատասիրու համեստ կնոջ, որ նոր վահացը վաստակում էր անասուն պահելով։ Այժմ Ռուզանի տունը դատարկ է, բակում մնացել է միայն ճոճանակը, որի վրա տարիներ առաջ խաղում էին եղբայրները։ 3 հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության վարչության պետ Արտուր Եգանյանի եւ ՀՀՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնի ծառայողները շաբաթներ շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արագածոտնի մարզում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, այն է սպանություն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, մոտ 4 ամիս է ոստիկանության ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները որպես անհետ կորած որոնում էին Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակիչի մի կնոջ։ Շաբաթներ առաջ հարազատները դիմել էին ոստիկանության ապարանի բաժին ու հայտնել, որ իրենց մայրը, ում անունը Ռուզան է, տանից դուրս է եկել եւ ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։ Մի քանի օր որոնողական աշխատանքներից հետո կնոջ անհետանալու փաստով քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Երկար ու ձիգ շաբաթներ կնոջ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ։ Երեք արդեն ՀՀՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում վստահ լինելով իրենց կողմից կատարված օպերատիվ աշխատանքին, ապա վստահ լինելով վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հավաստիությանը այցելում են Մելիք գյուղ եւ որոնվող կնոջ բնակության վայրն հրավիրում նաեւ ոստիկանության ապարանի բաժնի ծառայողներին։ Տեղում պարզվում է, որ Արագածոտնի քրեական ոստիկանները գործել են բավականին պրոֆեսիոնալ եւ սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտել են, ինչից հետո
Դեպքի վայր են ժամանում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժնի քննիչները վարչության պետ Արտուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի երկրորդ դաշտի երկրորդ դասակի հրամանատար Ռուդիկ Գրիգորյանը եւ ավագ բարեկ Գոր Սենոքյանը։ Կարճ ժամանակում փաստերի ճնշման տակ կասկածյանները խոստովանում են, որ իրենք են կնոջը զրկել կյանքից, ապա դին թաղել են տանը կիսակառույց Սինության ներսում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով սպանվածը 56-ամյա Ռուզաննա Մ-ն է, իսկ կասկածյանները սպանվածի երկու որդիներն են 25-ամյա Էրիկ Բ-ն եւ 20-ամյա Էդիկ Բ-ն, ովքեր քննչի որոշմամբ ձերբակալվել են։ Նախաքննության շահերի ձեռներով այս պայն որոշ մանրամասներ չենք հայտնում, բայց որ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները շաբաթներ շարունակ 24 ժամ ռեժիմով կատարել են հսկա ծավալ աշխատանքներ, դա փաստ է եւ գովելի։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօր հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Կողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարարծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության եւ նույն վարչության Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, երկրորդ վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արաքն լողանալու նպատակով ընկել է Կողթանիկի ջրվեժը եւ ջրահեղձ եղել։ Այս պայն փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։ Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի գլխավոր պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Այսօր հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ եւ գազո։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներից հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազումցի գլխավորությամբ։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզելու թե ինքնությունը մահացածի եւ հանցագործություն կատարած անձի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, Mercedes G-Magnus-ի եւ մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։ Այսօր ձեզ տեղեկացրել ենք, որ ՔՊԱ-կան ներկայացուցիչ բոլորին հայտնի Արդիշոփի Հովոյի գործերը վատ են։ Վերջինս հրապարակել էր տեսանյութ ու պատմել, որ փակվել է Արդիշոփի խանութներից մեկը։ Նա հրապարակել էր ու անկեղծացել, որ Արդիշոփը փակվել է բավականին զբաղվածության պատճառով։ Դե ինչ, ներկայացնում ենք հաջորդ ՔՊԱ-կանի ձախողումը։ ԿՊԱ-կան մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ վերջինս երևանյան ռեստորաններից մեկում աշխատում է որպես մաքրուհի։ Իրականում ինչով է պայմանավորված ԿՊԱ-կան մոդելի գործերի վատացումը, դա հարցի մյուս կողմն է։ Բայց մենք ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Եվ հարկ ենք համարում նշել, որ չնայած մաքրուհու աշխատանքին, նա չի դադարում լինել մոդելային կազմվածքով եւ կեցվածքով։ Այստեղ մի քիչ լավ չես լրացրել։
Մի րոպե, բայց ո՞վ ես։ Absolutно, mēs jau atmosfēru našu. Un nāmāš no šķiet mums es levam, kā viņš šķiet. Սովորական ոնց ուզում լվում է։ Все, ջիկայս։ Մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ ու գրել. Եկել եմ ձեզ հետ կիսվելու շատ կարևոր լուրով։ Հիշում եք, չէ՞ Օրագիր Նյուզի ու իմ միջև եղած դատական process-ը։ Երկարատև ընթացքից հետո ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ դատական համակարգն արդար ու անկողմնակալ է եւ կոտրում է բոլոր կեղծ մեղսագրված մեղադրանքները։ Ի սկզբանե շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին ատյանի դատավոր Մուշեղ Արամյանին, ով անաչառ ու իսկական դատավորի օրինակ է։ Վերջինս ամենայն մանրամասնորեն ուսումնասիրեց գործն ու արդար լուծում տվեց, ինչը չբավարար արեց լրատվականին, որից հետո դիմեցին վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, ինչից հետո ստացան վերջնական որոշում։ Այն է մեղադրյալ Անիտա Հակոբի Հարությունյանին վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լը Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել է մերժել։ Մանրամասները ներկայացված են դատ Ալեքսեյեմում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Փաստաբանական պալատի հանրային պաշտպան Անյուտա Մկրտչյանին, դատավորի օրինակ են ինձ համար նաև Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադևոսյանը, ովքեր ոչ միայն իմ գործն են արդար եզրահանգման տարել, այլ բազմաթիվ գործերի մոտեցել են առանց էմոցիաների ու օրենքի ամեն տար հաշվի առնելով։ Լրագրողներին հաճախ թվում է, որ իրենք ազատ խոսքից բացի ազատ կարող են գործել ու մեղադրել մարդկանց, ովքեր անմեղ են, ու եթե ինձպես մի քանիսը որոշեն պաշտպանել իրենց իրավունքները, մենք կկարողանանք մաքրել մաղձը այնտեղից, որտեղ կեղտոտ է։